Պարոն Գրիգորյան, մարտի 30-ին ենթադրենք Գյումրեցին տվել է ձեզ իր ձայնը, դուք դարձել եք Գյումրիի քաղաքապետ։ Գիտեք, որ Գյումրին իր խնդիրներով էլ է սպეციფիկ, շատ են խնդիրները, այսպես մեծ պատասխանատվություն է լինել Գյումրիի քաղաքապետ։ Արդյոք առանձնացրել եք այն առաջնահերթ անելիքների ցանկը, ինչից եք սկսում։ Առաջնահերթ անելիքների ցանկը շատ է, քանի որ այսօր գիտեք քաղաքում հարյուրավոր խնդիրներ կա, անօթևանության խնդիրները։ Առաջնահերթ խնդիրներից է մեր մոտ փողոցաշինության, հատկապես երկրորդական փողոցների ու կենտրոնական հատվածում, չնայած որոշակի աշխատանքներ արված է, բայց նաև այս միջուկը պիտի լավ լինի, գրավիչ լինի, հենց նույն այս վայրը, որտեղ որ մենք այս պահի շրջում ենք, սա շատ կարևոր նշանակություն ունեցող տեղ է եւ այս տարիների ընթացքում այստեղ պարզ երևում է, որ ոչ մի բան արված չէ, անմխիթար է վիճակը, քաղաքի բոլոր թաղերում եղել եմ, շատ տեղերում եղել եմ, նույն 3 կոմբինատ թաղամասում է, այնտեղ է շրջում, խայտարակ վիճակ է քաղաքում, նամանավանդ այդ ծայրամասային թաղամասերը, որպես հանրապետության երկրորդ քաղաք, չես կարող ասել, թե գտնվում ես քաղաքում։ Իսկ այդ խնդիրներին պիտի կոնկրետ ու հստակ լուծումներ տրվի։ Մարդիկ այսքան տարի այս հիասթափությունն էլ, որ մարդկանց մոտը կա, հենց պայմանավորված է դրանով, որ այսքան տարի մարդը եթե այստեղից անցնում դառնում է եւ տեսնում է, որ այս վիճակն է քաղաքում, բնականաբար այդ մարդու մոտը պիտի լինի հիասթափություն, որ գալիս են, խոստումները տալիս են եւ արդյունքում ոչ մի բան չի արվում։ Հիմա այդ խնդիրները պիտի գույքագրվի ամբողջությամբ ու հստակ քայլերով, նաեւ բյուջեն, ֆինանսը հաշվի առնելով հերթականությունը ըստ կարևորության պիտի տրվի։ Պարոն Գրիգորյան, ձեր գաղափարները ինչքան էլ ողջունելի են, ընդունելի են, Գյումրեցու համար շատ լավ են, բայց նաև այս հարցում նաև կառավարության աջակցությունն է պետք, որովհետև Գյումրիի բյուջեն միայնակ թույլ չի տա այդքանը կազմակերպել։ Ինչպես եք պատկերացնում կառավարության հետ աշխատանքը, եթե հաշվի առնենք իշխանության հետ հակադիր բևեռներում եք, ընդդիմադիր ֆրակցիայի պատգամավոր եք դուք։ Այդքան սարսափելի չի, հասկանալի է, որ շատ դժվար է ու շատ դժվար է լինելու, աշխատելը, բայց այստեղ ասեմ, ես երկար տարիներ կարելի ասել այդ փորձությունների միջով անցնում եմ, անցել եմ եւ անցնում եմ, շարունակելու եմ անցնել։ Ուրեմն կառավարության հետ աշխատանքը բնականաբար որպես գործող քաղաքապետ պիտի աշխատանքը տանես, քանի որ նույն գումարները հատկացնելը պետական միջոցներից գումարներ հատկացնելը քաղաքին հատկացնում է կառավարությունը, գործող կառավարությունը եւ այդ առումով պիտի կարողանաս ձևը գտնել, պիտի կարողանաս ճիշտ պահանջները դնել, այնպես չի որ ես որպես քաղաքապետ ներկայացնեմ չանեն, իրանք փորձեն դրանով ինձ վնասել, այստեղ ավելի շատ իրանք վնասելու են իրենց, որովհետև մենք խնդիրը հստակ դնելու ենք, որ սա արվելու է Գյումրի քաղաքի համար, սա արվելու է գյումրեցիների համար։ Սրանից հետո բնականաբար արդեն նախապատրաստական փուլ է ազգային ժողովի ընտրությունների, այդ առումով էլ խնդիր չենք ունենալու, քանի որ տեսնում ենք լիքը աշխատանքներ կա, որ այս 7 տարի առաջ պիտի արվեր, վերջացվեր։ Իսկ այս ամեն ինչը բերվե հասցվել է 26 թվականի պարլամենտական ընտրություններին ընտառաջ, որ հասկանալի է, եթե այս նույն այգին, ջեմուղին, երբ որ հիմա են կառուցելու եւ հանձնվելու է ազգային ժողովի ընտրություններին ընտառաջ, բնականաբար այս արվելու է դիվիդենդներ ձեռք բերելու համար։ Այնպես որ առաջիկա 1 տարին այս ընտրություններից հետո հաստատ իմացեք, որ խնդիր չենք ունենալու։ Պարոն Գրիգորյան, քանի որ խոսեցինք ընտրություններից, Գյումրիում պիտի ես մեջ բերեմ գյումրեցիների խոսքը, գիտեք, որ շատերը մտավախություն ունեն, օրինակ, երբ հարցնում ենք ում եք վստահելու ձեր քվեն, շատերը նշում են նաև ձեր անունը, բայց մտավախություն ունեն, որ Գրիգորյանը իր ստացած քվեն, գյումրեցու քվեն, ՔՊ-ին է տալու։
Կպարզաբանեք այս մասով, որ այդ մտավախությունները, կասկածներն էլ այսպես փարատվեն։ Ուրեմն բազմիցս ասել եմ, հիմա էլ հստակ ու վստահ ասում եմ, Գրիգորյանը երբևիցե իր քվեն ոչ մեկին, իր կյանքի ընթացքում ոչ մեկին իրեն տրված քվեն ոչ մեկին չի վստահել ու չի տվել առավել եւս ու չի էլ տալու։ Գյումրեցիները եթե վստահում են ինձ ու քվեարկելու են իմ օգտին, ես այդ քվեն պահելու եմ, ատամներով էլ լինի, ես պահելու եմ այդ քվեն, ես գնալու եմ մինչև վերջ, պայքարելու եմ ու արդյունքում որպես քաղաքապետ ես ցույց եմ տալու, ճիշտ է, այստեղ հասկանալի է նաև գյումրեցիների մտավախությունը, ասում է աշկը տեսածից է վախենում։ Մեր գյումրեցիները ունեն մտավախություն, որ որտեղից վստահ լինենք, որ ինքն է չի տալու քվեն, հիմա չգիտեմ, այս պահի դրությամբ ավել բան ասել, պիտի նայեք յուրաքանչյուր մարդու անցած ճանապարհը ու խոսքը եւ գործը իրար հետ բռնել է թե չի բռնել։ Ես իմ փորձով եմ ցույց տալիս եւ իմ անցած ճանապարհով եղել է մինչեւ օրս այդ ամեն ինչը։ Պարոն Գրիգորյան, ընդդիմադիր թեկնածուներին գիտենք, որ իշխանականները ասոցացնում են նախկին նախագահների հետ, չեմ ուզում անուններ նշել, ձեզ հետ նույնպես ասոցացնում են։ Ձեր կարծիքով արդյոք իշխանությունը տանում է այն նույն գիծը, ինչ 2021 թվականի արտահերթ խորհրդարանականի ժամանակ, երբ կարծեք թե աշխատեց նախկին ներկա այդ թեզը, արդյոք փորձում է նույն ճանապարհով գնալ։ Դե երևի բոլորը տեսնում եք, որ մի գիծ ունի իշխանությունը, այդ մի գիծը այն է, որ նախկինը ներկան թալանը, մյուսը, չգիտեմ, նմանատիպ ձևակերպումներով փորձել մարդկանց ուշադրությունը շեղել, ես կարծում եմ, որ արդեն 6-7 տարվա վաղեմություն ունեցող թեզեր են եւ չի էս թեզը։ Սպառված է, ուղղակի երևի թե իրենց թվում է, որ այս պայթրությամբ կան մարդիկ, որ այդ թեզերով կարող են շեղվել եւ ինչ որ տրամադրություն այդ մարդկանց մոտը փոխվի, չգիտեմ, մնացածը գյումրեցիներինն է, բայց այնուամենայնիվ պիտի այստեղ հասկանանք, սա քաղաքի ընտրություններ է։ Ես իմ մասով կարող եմ ասել, որ իմ անձով պայմանավորված ոչ մեկը չկա, որ հանկարծ կարողանա ինձ ասել Գյումրի քաղաքում, ես որպես գյումրեցիների կողմից ընտրված քաղաքապետ, ես ինձ ոնց եմ պահելու, ոնց եմ աշխատելու ու գլոբալ քաղաքական թեմաների հետ կապված ինձ թելադրող անձ գոյություն չունի։ Ես եմ որոշողը, ես իմ գյումրեցիների հետ որոշելու եմ քաղաքը ինչ ուղով տանել, ինչպես աշխատել, որ քաղաքը չտանել ոչ ցնցումների, ոչ ավելորդ լարվածությունների, ոչ էլ քաղաքի ժողովրդի մեջը դրվի սև ու սպիտակ հարաբերությունը։ Այսօր փաստը այն է, որ գործող իշխանությունը չի կարող այդ բալանսը պահել, որպես իշխանություն։ Ավելի շատ ինքը պիտի կարողանար պահել։ Այսօր փաստը ցույց է տալիս, որ այդ տարբերակով իրենք տաբալված են։ Չեն կարող պահել այդ հարաբերակցությունը։ Ես որպես ընդդիմադիր քաղաքապետ կարողանալու եմ դրա համար էլ հենց մենք կոնկրետ ես ձևավորել եմ մեր քաղաքը դաշինքը, նաև անվանումը պատահական ընտրված չէ, եթե մարդիկ անձերին են իրենցը, կուսակցությունները անձերին են իրենցը համարում, մենք այստեղ ոչ թե խնդիրը կուսակցական է, այլ այստեղ խնդիրը մենք ասում ենք, որ քաղաքը մերն է ու այս քաղաքի մեր քաղաքի շուրջը պիտի համախմբվին բոլորը անխտիր պիտի հավաքվին, համախմբվին մեր քաղաքի շուրջը։